Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այն պահին, երբ որ ինչ-որ մեկ ասեց, հոպ, պետք է հետ դառնալ։ Ես չեմ հիշում ով էր այդ ասողը։ Մեր բոլորի մոտ սենց բան եղավ։ Լիցքա թափում, երևի նաև զսպեցինք, որ այդ ասողին չգրկենք և չպաչենք։ Բայց ի սկզբանե մենք իրար հետ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այդ անտառը, որ պետք է գնանք այդ անտառով անցնենք։ Եվ ես այս պատկերին չի համար եմ ներկայացնում, այսօր կա էականչի հարաբերակցությունը, երկու խումբ մարդիկ հիմնականում, որոնք արտահայտվում են։ Մի խումբը, որ ասում է Ղարաբաղը տվիր, հողերը տվիր, ես տվիր, ենք տվիր, այն մի խումբն է, որ տենում է գրկում, փաթաթվում, պաչում, ասում է շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն։ Այս այդ նույն երևույթն է, որ այնուամենայնիվ, այդ շնորհակալությունը ինչի համար է, որտեղ մարդիկ արձանագրում են, ես ընդեղ են տղայի հետ խոսում եմ ուզում եմ ասեի, մի հատ բանի բառ կար այդ բառի վրա տենց կանգնեցի չուզեց ասել, ես այդ բառը ճիշտն ասած համարժեքը գրական հայերենի չեմ էլ գտնում, բայց էական չի։ Այդ էմոցիան նրա համար է, որ եղել է մարդ, որը ասել է հոպ ժողովուրդ, հոպ։ Ես ամենաշատն էի ուզում դա, ես ամենաշատն էի նվիրված այդ անտառի միջով անցնելու եմ մյուս կողմը հասնելու գաղափարին, բայց հոպ, մենք պետք է հետ դառնանք, մենք պետք է կանգնենք։ Այդ բոլոր էմոցիաները դրա մասին են, այո կենսաթոշակ, այո առողջության ապահովագրություն, բայց մարդկանց էմոցիաները հատկապես մայրերի և կանանց, ովքեր չունեն տենց խնդիր, որ չարտահայտեն, որ մեկը չմտածի ասի, վայ, գիտես, ես ինչ է տենց մտածում։ Եվ այս է ամբողջ խնդիրը, եւ այդ բոլոր էմոցիաները, որովհետեւ 8 տարի է անցել, վերջեցքան բանի միջով ենք անցել։ Սկզբունքորեն, եթե այն պատերազմի եռագլուխ կուսակցության նարատիվները ճիշտ էին, այսօր մեր բան են անում, արտահայտվում են, ասում են ոնց էսի բան է, այս վարչապետին Հայաստանի թաղերում, բնակավայրերում եւ այլն գյուղերում ընդունում են, ոնց են ընդունում։ Հենց դրա համար, որ մարդիկ գիտեն, որ նախ մենք այդ ճանապարհին եւ անկեղծորեն հավատացել ենք, նվիրված ենք եղել, ոչ մի բան չենք խնայել, ոչ մի բան մենք չենք խնայել, ոչ մի բան։ Մենք մեր զավակներին եւ ընտանիքի անդամներին չենք խնայել, բայց երբ որ մենք տեսել ենք, որ վերջ արդեն հարց է դնում, հարցը երբ որ մեր աչքերը բացվել են, մենք առերեսվել ենք այդ իրականության հետ եւ կանգնել ենք եւ ասել ենք ժողովուրդ պետք է կանգնել, ժողովուրդ պետք է կանգ առնել, պետք չի երազել ուրիշ հայրենիքի մասին, որովհետեւ մեր երազանքների հայրենիքը այլևս գտնված է եւ այդ հայրենիքի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ մեկը ինչ էլ ասենք, չի ստացվում ժողովուրդ, չի ստացվում, դուք վկայեք, որ ես խորհրդանում ազգային ժողովում ամեն տեղ ասում եմ, պետք է դուրս գալ այդ նախկին ներկա եւ այլն այդ բաներից, չի ստացվում ժողովուրդ, այդ նախկին ներկան, այդ բանը, այդ Սերժը, Ռոբը, Լևոնը, իրանց օլիգարխները, են Բելարուսի, մեկի անունը Գագոյա, մեկի, այդ դրանք քաղցկեղի նման կպած են դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել հեռացնել, վիրահատական եղանակով չի ստացվում այլ կերպ, եւ մենք պետք է գնանք այդ ճանապարհով։